Աքսել Բակունցն իր տիրանի փողը բոլոր առումներով խորհրդանշական պատնվածքում այսպիսի մի երկխոսություն ունի։ Հազրո, իսկ ում կտաս քո տիրանի փողը։ Զիմ փող գիտամ իմ քաջարտիվ թորնիկին։ Այն կարելի է ևս ամենայնի պետք է ընկալել նաև որպես բակունցյան պատգամ պատնվածքի թեման եւ գաղափարները փոխանցել եկող գրողներին եւ իսկապես 1950-ական թվականներից սկսած երկրի եւ երկրի մարդկանց թեման սկսեց ավելի ու ավելի հաճախ արտարծվել մեր գրականության մեջ։ Ինչ շեշտադրումներ էին կարևորվում, ինչ կերպարներ էին առանձնացվում, ինչ գաղափարներ էին քննարկվում այդ ստեղծագործություններում, ահա հարցերի այս շրջանակը այսօր զուգահեռ կքննարկենք գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ, ողջույն Հայկ։ Ես նախապես ուզում եմ եւ քեզ եւ նաեւ գուցե հեռուստադիտողներին ասել, որ քննարկվող հարցերի շրջանակը հատկապես թեմատիկ, իրադարձային տեսանկյունից կարող է այսօր մի քիչ ցավագին հնչել, որովհետեւ խնդիրները, որ ժամանակին դրվել էին օրինակ Բակունցի ստեղծագործության հիմքում Ծիրանի փողը գրելիս կամ Լարմարքարը գրելիս, նաև շատ զուգահեռներ ունեն այսօրվա հետ եւ քննարկվող թեման նաև այդ առումով երևի թե պետք է վերլուծել։ Դες սկսենք 30-ականներից ինչու գրվեց օրինակ Լարմարքարը կամ Ծիրանի փողը պատնվածները, հա, երբ որ կոնկրետ նույն Ծիրանի փողը որպես ստեղծագործություն, ժանրային իրացում նայում ենք, դա ըստ էության ակնարկ էր եւ Բակունցը չէր թաքցնում դա, այցելել այն գյուղ կամ գյուղերից մեկը, որտեղ ապրում են Արևմտյան Հայաստանից Եղեռնից Մազապուրց եղած փրկված Արևելյան Հայաստան հասած մարդիկ եւ ցույց տալ ինչպես է դասավորվում նրանց կյանքը, ինչպես են նրանք հարմարվում այստեղ, հիշում են իրենց կորցրած հայրենիքը, չեն հիշում, ունեն վերադարձի հույսեր, թե չունեն եւ այլն, եւ ըստ ամենայնի, եթե մի պահ մոռանանք, որ այնպես պատնվածքի պատճառով Բակունց հետո դատապարտվեց եւ գնդակահարվեց, ըստ էության սա առաջին հայացքից խորթային գաղափարախոսությանը տուրք էր, հա, գնալ, ցույց տալ, որ ամեն ինչ հրաշալի է եւ շարժվել առաջ, նոր հողում են արմատներ գցում, այո։ Բակունցի միտումը, այսպես ասեմ, էլի միամիտ էր, թե դիտավորյալ էր խորքում առանձնացնել մի թեմա, հա, այդ շարունակականության, այդ թեման վառպահելու, վերադարձի խորհուրդ ըստ էության, թե պարզապես ներշնչված էր այն դիալոգից, որը կա, որ ես մեջ բերեցի Ազրոյի։ Իհարկե չեմ կարծում, որ միամիտ էր, իհարկե դա շատ կարևոր եւ ճիշտ ընտրված սկզբունք էր, որը այդ ժամանակի համար իհարկե նաեւ գաղափարախոսությանն էր համապատասխանում նոր կառուցվող երկրի, այլ խնդիրը, որ տասնամյակ անց կամ որոշ ժամանակ անց 30-ականներին արդեն այլ իրականություն է բոլորովին լինում եւ այդ բոլոր բաները կարող էին ազգայնականություն դիտվել։ Բայց այդ ժամանակ իհարկե եւ միտումը կար նախ այդ մարդկանց նկատմամբ ուշադրություն հրավիրել, ցույց տալ վերաբերմունք որոշակիորեն գրականության մեջ նրանք հայտնում են եւ նաեւ զուտ գեղարվեստական առումով այդ մարդիկ իհարկե հետաքրքիր կերպարներ էին, կոլորիտով եւ այլով, որը շատ կարեւոր ազդեցություն ունեցավ հետագա շրջանի գրականության մեջ։ Ես դու խոսում էիր Գալշոյանի մասին, ես ավերջիտ Բակունցի մասին էիր խոսում, ես հիշեցի Գալշոյանի մասին Հրանտ Մաթեոսյանի մի դիպուկ խոսքը, որովհետեւ նա ասում է, որ Աքսելի ուրեմն անհրաժեշտությունը մեր օրերում, այսինքն այդ Աքսելի անհրաժեշտությունը կար նաև հետագային, որովհետև այդ խնդիրները պետքա բարձրաձայնվեին նրբորեն, ցույց տային կյանքի շարունակականությունը, այլ քո բերած հատվածում հենց այստեղ գլխավորապես այն է, որ կյանքը շարունակվում է, փողը, այո, եւ ուղղակի եւ խորհրդանշական, կա թորնիկ, որին դու այդ քո Ծիրանի փողը փոխանցելու ես։ Սրա մեջ եւ հիշողության պահպանությունն է, եւ հայրենիքի կարոտը, եւ հողը, որտեղ այդ որդին մեծանալու է, եւ այդ Ծիրանի փողը հնչեցնելու է, եւ ունկնդիրները, որոնք այդ Ծիրանի փողի հնչածը հասկանալու են, որովհետեւ տեսեք, արևմտահայերը եկել էին եւ ասենք Գորիսցի Աքսել Բակունցը արևելահայ փաստորեն ուշադրություն հասկանում է նրանց կյանքի պատմությունն է վերարտադրում, է ժողովրդի միասնության գուցե հարց կար, այսինքն այս բոլորը մի համալիր է, որ այսօրվա մեր հայացքով էլ մենք կարող ենք տեսնել որպես նույնիսկ քաղաքական ինչ-որ ակտ իսկապես, քաղաքական, բայց նաև իհարկե Բակունցի պես վարպետի գրչի տակ սա մի գեղեցիկ ասքի նմանվող մի բան է դառնում, չէ՞։ Ես կարծում եմ այնուամենայնիվ, որ ենթատեքստերը քարոզչական Ծիրանի փողում ավելի շատ են եւ չմոռանանք, որ կա նաեւ Լարմարքարը պատնվածքը, որը երբեմն շատ ավելի
առարկայական պատկերները բերում, հա, գաղթի ճանապարհից, Եղեռնյան իրողություններից, բայց բերում են նաև երկու շատ կարևոր խորհրդանիշ, Թորլիկ Թորոսիկը, որը պետք է ապրի այս նոր երկրում եւ երկրից բերած Տիրանի կորիզները, որոնք ցանվում են, տնկվում են արդեն խորհրդային Հայաստանի հողում եւ շիվեր են տալիս եւ ինչպես Բաքունցի պատմվածքի ավարտաբանությունը վկայում, ասում է այգում հասակ էին առնում ծիրանենիները եւ մեծանում էր նաեւ Թորոսիկը, հա։ Տես, երբ որ այս երևույթը տեղափոխում ենք արդեն 1950-ական, 60-ական թվականներ, երբ որ մեր գրականությունը կրկին հնարավորություն ստացավ արտարծելու այս թեմաները, հա, մենք տեսնում ենք երկու տարբեր պատկեր։ Կա սկզբում Խաչիկ Դաշտենցի պարագան Խոդեդան վեպով, որտեղ ճիշտ է, առաջին հերթից թվում է թե մենք գործ ունենք էլի նույն Բաքունցյան իրողության հետ, խորհրդային Հայաստանում հաստատված, այստեղ կարծես թե իր ապահովությունը գտած մարդու հետ, բայց վեպի իրադարձությունների, գործողությունների մեծամասնությունը այնուամենայնիվ տեղի է ունենում այնտեղ, հա։ Եվ սա կարելի է նաև մեկ այլ ձևի քարոզչություն դիտարկել, հա, որ ճիշտ է մենք եկել ենք այստեղ, ապրում ենք եւ այլն, բայց ժամանակավոր բնույթ է կրում եւ ես դրանով եմ պայմանավորում նաև որոշակի պես ոչ լավ աչքով նայելը Խաչիկ Դաշտենցին, հա։ Հետո գործ ունենք Հրաչյա Քոչարի պարագայի հետ, որը երկու տիպի այսպես կերպար ստեղծեց։ Կարոտ վիպակը նախ, որը 30-ականների իրողություն էր եւ դրա հերոս Առաքելը ուղղակի չի դիմանում կարոտին, գնում է սահմանները, անցնում է, որպեսզի այդ հողը տեսնի։ Հա, հետո մնացած հետևանքները եւ այլն։ Եվ գործ ունենք Նահապետը վիպակի հետ, որտեղ մարդ, որը կորցրել է Գերդաստան, մենակ հասել է խորհրդային Հայաստան, բայց կարողանում է ստեղծել էլի նույն մեծ Գերդաստանի մոդելը։ Տես, ինչու՞ ես օրինակները հիշում։ Այսօր մենք փաստացի գործ ունենք այդպիսի իրողությունների հետ, հա, Հայաստանում, Արցախում կատարվող։ Այս առումով գրականության այս մոդելները, որ ժամանակին ստեղծվել են, այսօր ինչպես պետք է ընկալվեն եւ արդյոք սրանք կարող են ծառայել որպես ուղեցույցներ, չգիտեմ, գործիքներ, թե վերքը դեռ շատ թարմ է, որպեսզի մենք դրա մասին խոսենք։ Ես կխուսափեի գրական ստեղծագործությունները որևէ տիպի ուղեցույց համարելուց, որովհետեւ իրենց գործառույթները շատ ավելի մեծ ու լայն են։ Մենք խոսել ենք էլի այս մասին, գրականությունը կարող է փոփել, կարող է մտածել տալ, կարող է միտքը հավաքել, կարող է արթնացնել մոռացված ինչ-որ բաներ, որ կարող է նպաստել այդ հիշողության պահպանությանը, ինչը մենք տեսնում ենք Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշարյանի երկերում, որովհետև այնտեղ միազգագրական, հսկայական շերտ է բացվում եւ պահպանվում եւ նպաստում, որպեսզի սերնդեսերունդ նույն այդ մարդկանց մեջ շարունակվի։ Իհարկե իրավիճակների նմանություն փաստորեն կա, որովհետև էլի նույն գաղթականության հետ գործ ունենք, բռնագաղթի հետ գործ ունենք, հանգամանքները, տերմինները նման են, հանգամանքները տարբեր են, որովհետև այդուհանդերձ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մենք ունենք մեր երկիրը անկախ եւ նաեւ հնարավորություն ունենք մեր քույրերին եւ եղբայրներին շատ ավելի լավ ընդունել, նրանց չմեղադրել, փորձել օգնել ամեն ինչով, նպաստել նրանց այստեղ հարմարվելուն, իսկ մնացածը արդեն, չգիտեմ, ինչպես կլինի ժամանակը ցույց կտա, բայց այն, որ որոշ ընդհանրություններ կան եւ մենք էլ նույն կերպ ջերմությամբ պետք է մեր գրականությունն է գուցե սկսի արտացոլել, բայց գրականությունը, այս գրականությունը, ելի վերադառնալով քո հարցին, կարող է օգնել հասկանալ, տեսնել, որ սա եղել է, կա եւ հաղթահարվել է։ Այո, բայց իհարկե գրականությունը չի կարող համենայն դեպս տասնամյակներ առաջվա իրադարձությունները կամ իրավիճակը չի կարող երաշխավորել, որ այսօր կկրկնվի, այսինքն կլինի վերադարձ կամ կլինի, բայց համենայն դեպս մենք պետք է զգանք, որ էլի մենք մեր հողում ենք, մենք այստեղ ապրում ենք, շարունակենք ապրել եւ նաեւ պահպանել հիշողությունը այն վայրերի մասին, որ մենք ունենք, բայց նաեւ չհուսատվել։ Այո, այդ առումով մի շատ նուրբ անցում կա այնուամենայնիվ, որ հիմա ուզում եմ կատարենք, տես երբ որ խոսում ենք Բաքունցի ստեղծագործության մասին, Բաքունցը հանդիպել էր մարդկանց, ակնարկագրել էր մարդկանց վար, կենսագրություն, հիշողություն, որոնց մեջ ահա այդ ամեն ինչը թարմ էր։ Իրենք նոր էին եկել, նոր էին հաստատում եւ դժվարությունները, ինչպես Բաքունցի նաև այդ պատմվածներն են փաստում, նախ եւ առաջ հոգեբանական էին եւ կար հիշողության բեռը եւ այդ հիշողությունը այսպես շատ
աննյութական չէր, էլի շատ նյութականացված էր։ Մարդիկ ռեալ տեսել, վայելել, ապրել եւ թողել էին։ Խաչիկ Դաշտենցի եւ Քոչարի պարագայում օրինակ կային հանգամանքը, որը իրենք կային այդ շրջանում, երկուսն էլ 10 թվականն էին ծնվել եւ հստակ հիշում էին շատ բաներ եւ այլն, այսինքն նյութականացածը էլի կար։ Երբ որ գալիս ենք արդեն Մուշեղ Գալշոյանին, որի ստեղծագործությունը եւ ինքը որպես կերպար եւ գործիչ, որտեղ նաեւ լրագրող էր եւ ակնարկագրությամբ հասկացեց ինչպես Բաքունցը, արդեն մի փոքր այլ ֆենոմեն է, որտեղ Մուշեղ Գալշյանը ծնվել էր 1933 թվականին եւ ըստ էության հենց այն երեխաներից է, որոնք ծնվում են Բաքունցի ակնարկներում օրինակ, հա։ Եվ մարդիկ են, այո, մարդիկ են, որոնց հիշողությունը արդեն ոչ թե նյութական է, այլ փոխանցված է եւ ռեալությունը, չգիտեմ, այդ քո շեշտած այդ կյանքի շարունակականությունը բանը տեսնելու ավելի ռեալ հնարավորություններ ունեն։ Ես դրա համար Գալշյանի ստեղծագործությունը այդ առումով հաղթահարումի եւ մնացյալի հետ կապված համարում եմ ֆենոմենալ, ինչու, որովհետեւ պահելով հուշը Գալշյանը ավելի շատ պատկերեց այն մարդկանց կյանքն ու կենցաղը, որոնք արդեն վաղուց ապրում են խորթային Հայաստանում, լավ, Հայաստանում անդադ շեշտ են։ Այդ օրինակ նույն Ձորի Միրոյից գանք, էլի այդ կապվածությունը, հա, ունենալ 3 զավակ, որոնցից առաջին երկուսը, առաջին Հարութը պետք է զոհ գնա ցեղասպանությանը, երկրորդ Հարութը արդեն խորթային Հայաստանում զոհվի երկրորդ համաշխարհային պատերազմում, բայց համառ Ձորի Միրոն ունենա երրորդ Հարութին, նորից ամուսնանա, արժանանա, չգիտեմ, իրենց գյուղացիքի մյուսների պարսավանքին, բայց ամուսնանա, որպեսզի ի վերջո ծնվի այդ երրորդ Հարութը, որպեսզի կյանքը շարունակություն, այո, որ այդ հարության խորհուրդն էլ իր հերթին եւ ընդ որում այստեղ նույնիսկ Ձորի Միրոյին այդ վիպակի վերջում այդ կտորները կան շատ հստակ նույնիսկ չի մտահոգում այն պարագան, որ արդեն կա ժամանակային եւ ըմբռնումների մեծ տարբերություն իր եւ իր երրորդ հարությունի միջև այլ աշխարհներ է, բայց ինքը կարևորում է շարունակությունը։ Այ սա որպես ինչ որ ազգային էության, այսպես ուրեմն անկոտրումության, բանի խորհրդանիշ, որովհետև Գալշյանի շատ հերոսներ իսկապես այդպիսին են, նրանք ապրում են, բայց չեն ինտեգրվում այդ հասարակություն կամ դժվարությամբ են ինտեգրվում, եթե հիշենք Դավոն, կամ ապրում են էլի կամքի խնդիր է, զորավոր ուժեղ մարդիկ են, գուցե են տարածաշրջանից են, Սասունից, Տարոնից, Մուշից, Ալաշկերտից, որտեղ այդ բանը կա եւ մեր էպոսը բանես ամեն ինչը կա, եւ այդ մարդիկ էլ այդպես են, նույն Մամփրե արքային, եթե հիշենք, չէ, այդ ինչ կամային բան է, այդ ծերունին նստած այբուբեն է սովորում, որովհետեւ համարում է այդ մշակութային ըստ էության կարող ենք տեսնել մշակույթի այս ապրեսնող այո, ազգային ինքնության պահպան եւ իհարկե ասելիք ունի, պետք է այդ գիրը սովորի, որ ասի աշխարհին, մարդկանց եւ այլն։ Այս շատ կարեւոր խորհրդանիշեր են եւ Գալշյանը իսկապես թեև ինչ որ բաներով կարող է ասել շարունակում է Բաքունցին կամ նման է Խաչիկ Դաշտենցին, բայց շատ տարբեր է այս նոր իրականության մեջ եւ նորից տարբեր բաներ է բերում եւ ես էլի հիշեցի Մաթեոսյանի խոսքը, կուզեմ մի հատված էլ ընթերցել, եթե դու թույլ կտաս։ Սիրով, իհարկե։ Այստեղ Մաթեոսյանը ասում է իրեն բնորոշ խստությամբ մի քիչ, Ձորի Միրոն եւ Մարութասարի ամպերը ծաղկած քարեր եւ բովտուն հրապարակումը ռաշվարների կանչի փառայեղ վերջաբանով եւ որպես բուն վերջաբան քաղաքորդի падգամավորի ելույթ մեղադրանք ու падգամ։ Թուրքը պիտի լինի աշխարհում, բոլորն էլ ունեն իրենց թուրքը, դու քեզ նայիր։ Երկրաշարժը պիտի լինի, տունը դու քանդվելու համար մի կառուցիր։ Ազատ ազգեր չկան, քո գերության մեջ դու մի ճորտացիր եւ քո երկրում քո կառուցածը թող ստրուկի աշխատանք չլինի։ Դու քո աշխատանքով տիրակալ եղիր քո տիրոջ վրա։ Նա եկավ մեզ վերծանելու բարոյապես եւ զենք ու հայրենիք վստահելու բարոյական մեր ներկայությունը միայն։ Ֆանտաստիկ է ինչպես Այսպես ինչ խոսքեր եւ որքան դիպուկ եւ փաստորեն այս բանը գալիս է հենց Գալշյանի ստեղծագործության ընթերցումից, այն Գալշյանի, որը մեզ կարող է թվալ սենտիմենտալ քրկին, կարող է թվալ ռոմանտիկ, գուցե այսպես ինչ որ հովերգական կամ այս ծուռ հերոսներով, որոնք գուցե նույնիսկ ծիծաղ կարող են շարժել, բայց իրականում որքան խորքային բան կա, որ մարդը գալիս է եւ ասում է։ Ես կարծում եմ, որ ահա այդ տպավորությունները իհարկե կարող են թողնել, բայց տես նաև շատ ժամանակ Գալշյանի գրականության մասին մարդիկ խուսափում են բարձր կարծիքներ արտահայտել, հա, բայց ես կարծում եմ, որ
գաղափարական եւ մոդելավորման տեսանկյունից մեր օրերն էլ գալիս են դա հաստատելու Գալշյանի ստեղծածը լավագույն գրականություններից է, հա, մոդելավորման տեսանկյունից ինչ առումով, որովհետեւ դες Զորիմիրոն որպես սկիզբ այդ ամենակարևոր մոդելով է չանձնվելու եւ 3 հարությունի այդ կտորը ուղղակի ֆանտաստիկ մոդել է, որը հետագայի Մարութասարի ամպերը պատմվածաշարում յուրաքանչյուր պատմվածքի օրինակով կարծես թե բերեց մի նոր դետալ ինչպես անել, ինչպես վարվել, որպեսի ահա տիրոջ պես այդ Մաթեոսյանի շեշտած է, տիրոջ պես, այո, ապրել այստեղ, որտեղ այս հողի տերը դու ես։ Դու ես տունը սարքել ընտրաբանությամբ, որ մեկը կարա երկրաշարժել լինի, այդ ամբողջ մարտահրավերները քո թուրքին հաշվի առնելով ոնց որ մապրիարքան հաշվի առնելով այնուամենայնիվ դու շեշտադրումը դնես կենսականության շարունակումի եւ ապրելու վրա, հա, եթե օրինակ հետ գնանք Զորիմիրոյի էլի մի շատ կարևոր հատվածի, ասում է աշխարհում ամենացավալին ոչ թե հողի կորուստն է, այլ մարդու կորուստն է։ Հողի կորուստը կարելի է վերականգնել, մարդու կորուստը անհնար է վերականգնել։ Գալշյանի գրականությունը Մարութասարի ամպերի մեջ ըստ էության այս գաղափարաբանությամբ է, իսկ եթե դու ուզում ես հողի կորուստը վերականգնել, նախ եւ առաջ պետք է հոգատար լինես մարդու գոյության համար եւ երբ որ չի կարելի խոսել մենակ վերադարձի գաղափարի մասին առանց ապահովելու այդ վերադարձի դետալները։ Դրա համար մենք Գալշյանի տարբեր պատմվածքներում 20 պատմված կա Մարութասարի ամպերը պատմվածաշարում, տեսնում ենք մի պատմվածքում ինչպես են պահպանում այն բնավորության ուղղամտության գծերը, որոնք բնորոշ են այդ մարդկանց, օրինակ ներսեն պատմվածքում քո ինքնությունը, քո տեղային ինքնությունը, բնավորության գծերը, պահում ես հիշողությունները, նույնիսկ ողբերգական, բայց դրանց մեջ պայքարում ես քո ներկայում որոշակի սխրանքով։ Այո, նաև դիրքավորման համար, հա, նաև պահպանում ես բարբար, հա, որը փոխանցում ես, պահպանում ես մշակույթ, պահպանում ես տարեր, երգեր, իրականության արատավոր երևույթները, որտեղ ապրում ես։ Այո, այդ սովետական իրականության։ Այո, այդ ամենահրաշալի արտահայտությունը բնականաբար ներսեն պատմվածքն է, այդ իրենց ընդվզումը ներսեի, որը իսկապես ընտիր բանաձև է, ինչպես շարունակել պահելով, որպեսզի ահա այդ հողի կորուստը վերականգնելու ժամանակ դու այնտեղ լինես այն նույն սովորություններով, այն նույն կենցաղով, այն նույն հոգեկերտվածքով, երբ որ այնտեղից դուրս ես եկել։ Սա ես կարծում եմ իբրև մոդել էլի եմ կրկնում, լավագույններից է մեր գրականության մեջ եւ հատկապես երբ որ մեր օրերի համատեքստում ենք դիտարկում, որքան էլ չենք ուզում շատ խորանալ, հա, այդ ազդեցության կամ մյուս բաների մեջ, կարելի է դիտարկել եւ որպես ուղենիշ ունենալ մանավանդ, որը դատելով նաև այն սերունդների գոյությունից, որ այսօր ապրում են Հայաստանում, սասունցիների սերունդները, մշեցիների սերունդները եւ մենք անդադ տեսնում ենք, չէ, իրենք են ամենաշատը պահպանել ամեն ինչ, ի վերջո էլի քո հետաքրությունների ամենակարևոր կետին գամ, ի վերջո իրենք բերեցին էպոսը, չէ, իրենց շնորհիվ մենք գիտենք էպոսը եւ հետագա գրառումներն որ կատարվեցին իրենցից կատարվեցին եւ այլն եւ այդ առումով Գալշյանի պատմվածքները պետք է կարդալ հատիկ առ հատիկ յուրաքանչյուր պատմվածքի տված կարևոր առաջադրանքը որսալու համար յուրաքանչյուր բառը չի բանանի բայց ուղերձ իհարկե գրական գաղափարական ուղերձ որովհետեւ մեծ հաճախ մենք այդպես նայում ենք քաղաքականություն, պատմություն եւ հերվից հատկապես որոշակի հեռավորությունից այդպես այդ մանրամասները չենք պատկերացնում եւ նաեւ չենք պատկերացնում դրանց հետևանքները մանրամասն, այդպես ընդհանուր գիտենք եւ սովորաբար նաեւ հոռետեսությամբ ենք վերաբերում, բայց ամեն գրականությունը, այս հերոսները, Գալշոյանը, նաեւ Դաշտենցը, Բակունցը գալիս են ասում են, որ կա հիշողությունը, կա մշակութային ժառանգությունը, կա նուրբ, կա էության, ինքնության պահպանություն եւ կա կամ զորություն ինչ որ մի բան փոխելու այսինքն դու պետք է համակերպվես եղած կարծես թե իրողություններին բայց նաեւ հույսը չկորցնես որ դու կարող ես իրականությունը փոխել եթե այդ քեզ չսպանի ուղակի կամ քեզ չճնշի քեզ չուսատեսնի այդ իրավիճակը
Այնպես որ այս պատմվածքները մշտապես ես էլ որ վերընթերցում եմ Գալշյանի ստեղծագործությունները, չեմ ասում Դաշտենցի հիանալի, չգիտեմ, Ռաշխարների կանչը եւ այլն, դրանք ապրեցնող են, դրանք հույս տվող են, բայց սոսկ հույս չեն, այլ նաեւ որոշակի, այո, գործողությունների ուղերձներ կան, նաեւ որոշակի գործողություններ, որոնց դու կարող ես հետևել եւ գոնե մնաս այնպեսին, ինչպեսին կաս, չուսահատվես։ Ինչը նաև իմ կարծիքով մեծ գրականության ամենակարևոր եւ առաջնային առաքելությունն է։ Դեպքում կարող ենք իբրև վերջաբան նաև ամփոփում ասել, որ ահա բակունցին շատ կարևորել է, որտեվ ես կարծում եմ, եթե մեր գրականության պատմության մեջ ուղերձային սխրանքներ կան, որոնք հետագայում շատ կարևոր հետք են թողել մեր գրականության մեջ, դրանցից ամենակարևորը կամ կարևորներից մեկը հենց ահա Բակունցի Ծիրանի փողով ավանդված այդ գաղափարական շրջանակն է։